Ձեզ հետ Հովհաննես Ազոյանը եւ դուք Armenia TV-ի եթերում դիտում եք Հաղթեք րոպեում հեռուստանախագիծը։ Այո, սա միջազգային ճանաչում ունեցող մի խաղ է, որտեղ ամենասովորական եւ ամենահասարակ մարդիկ կարող են վաստակել բավականին մեծ գումարներ 50,000 դրամից մինչև 10 միլիոն դրամ։ Եթե դուք գիտեք փուչիկ փչել, վազել, պարկել, սողալ, կոտրել, ցատկել, փշրել, ապա այս խաղը ձեզ համար է եւ այն ձեզ համար շատ հետաքրքիր է։ Մնացեք մեզ հետ, եթերում է Հաղթեք րոպեում հեռուստախաղը եւ ամենաառաջին մասնակցին եմ ուզում ներկայացնել, որին ներկայացնելու համար մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք էկրանին։ Դե իհարկե սա Անժելա Ուտուջյանն է, Անժելա Ուտուջյան։ Անժելա, ես շատ ուրախ եմ, որ դու խաղում ես այս խաղը։ Նմանապես Հովիկ ջան։ Երևի թե հասկանում ես որտեղ ես եկել ու ինչին ես գնում։ Զգում եմ խաղի լրջությունը։ Շատ լավ, Անժելա, ես կուզեմ, որպեսզի դու ասես ով է եկել այստեղ քեզ օգնելու, ոգևորելու, Եղբայրս, կիսելու։ եղբայրս, հարսիկս, մայրս, բարեկամները, ուճուրները, եղբորս։ Բեղերով մարդը ով է։ Քերիսա։ Իսկապես որ տիպիկ քերի է, որովհետև քերին հենց բեղերով, հենց մի քիչ կաճակ, հենց այդպես է քերին։ Կարևորը մեծ սրտով է։ Բարև ընկեր քերին։ Ես ուզում եմ, որ դուք շատ ոգևորեք, որովհետև ձեզանից շատ բան է կախված, որովհետև Անժելան ձեզ շատ է սիրում։ Կարևորը մայրիկս ա, որ այստեղ ա, ինքը չէր կարող գար ու սենց պատահական ստացվեց, որ ինքը եկավ։ Մայրիկը դուք եք։ Դերի չէ։ Դուք եք մայրիկը։ Մայրիկը ավելի երիտասարդ է քան։ Ես կարծում եմ բացի նրանից, որ քեզ համար հետաքրքիր է մասնակցելը, նաև կարևոր է գումար վաստակելը, ճիշտ է։ Որպեսզի հասկանանք, թե ինչ գումարների մասին է խոսքը, պետք է նայենք սանդղակին, գումարային։ Առաջին փուլում դու կարող ես վաստակել 50,000, 100,000, 250, 500,000 եւ 1 միլիոն դրամ։ 50,000-ը դա անձեռնմխելի գումար է, Անժելա, եթե դու 100,000-ի դեպքում պարտվում ես, միևնույն է 50,000-ը քոնն է։ Եվ մյուս անձեռնմխելի գումարը դա 1 միլիոնն է եւ հետո արդեն 5 միլիոն, հետո 10 միլիոն դրամները, լավ, դրանք անձեռնմխելի գումարներն են։ Եթե պատրաստ ես, մենք կարող ենք դիտել առաջին խաղի կանոնները։ Շոկոլադե միաեղջյուր։ Հնում միաեղջյուրի եղջյուրը հանրահայտ է եղել իր կախարդական ուժով։ Այս փորձության ընթացքում մասնակիցը կվերածվի մարդ միաեղջյուրի, իր ճակատի վրա կառուցելով եղջյուրի նման աշտարակ, թխվածքաբլիթներից։ Օգտագործելով մեկ ձեռքը, մասնակիցը պետք է մեկ առ մեկ շարի թխվածքաբլիթները իրար վրա 7 հարկանի համեղ աշտարակ ստանալու համար։ Եթե աշտարակը փլուզվում է, մասնակիցը կարող է նորից վերսկսել կառուցումը, բայց ոչ մի դեպքում չի կարող կծել թխվածքաբլիթները։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Անժելա, դու հուսով եմ հասկացար, թե ինչ պետք է անես, ճիշտ է։ Դու ճակատին պետք է շարես այդ ամենը, իսկ որտեղ ավելի հարմար կլիներ քեզ շարել, եթե ոչ ճակատը։ Որտեղ ձեռքի մեջ։ Բայց խաղի կանոնները այլ են։ Ստամոքսում։ Okay։ Եթե դու հաղթես այս փորձությունը 50,000 դրամ ունես, 50,000-ի շոկոլադ կարող ես գնել եւ ինչքան ուզում ես շարիր ստամոքսում։ Ունես 60 վայրկյան եւ 3 կյանքի հնարավորություն։ Եթե պատրաստ ես, կարող ենք սկսել։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։
Ոգևորեք Անժելային։ Ավելի բարձր Անժելան, մնացել տամենը մեկ շոկոլադ և 28 վարկյան, 27։ Վերջինը մնաց, վերջինը, 3 վարկյան պետք է պայես, Անժելա, 3 վարկյան պետք է այն մնա, 13 վարկյան ունես։ Փուլ 1 հաղթանակ։ Ապրես։ Դե ինչ, Անժելա, դու ունես արդեն 50,000 դրամ, դու հրաշալի կատարեցիր այս փորձությունը և իսկապես այդ ասացվածքը ճիշտ է, քանի քեռին սաղ է, Անժելան միշտ շոկոլադ կարող է շարել ճակատին։ Ստամոքսում։ Շատ լավ։ Բնականաբար շարունակում ես խաղալ, ճիշտ է։ Բնականաբար։ Հաջորդ քայլը, եթե դու հաղթահարես, կվաստակես 100,000 դրամ։ Ես կուզեմ իմանալ, ինչ ես անելու, օրինակ եթե շահես 100,000 դրամ, ինչ կանես այդ 100,000 դրամով, կամ ինչ կանեք ես պետք։ Անկախ այն գումարից ինչ որ կշահեմ, երեխեք ինչ ենք անելու։ 60 վարկյան, 3 կյանքի հնարավորություն։ Նայենք էկրանին, տեսնենք ինչ է սպասվում Անժելային։ Համտեսեք թղթեպայուսակները։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է հատակից բարձրացնի 5 թղթեպայուսակ, տարբեր չափսերի, օգտագործելով միայն բերանը և դրանք տեղադրի հարթակների վրա։ Մարմնի և ոչ մի մաս չպետք է դիպչի հատակին, բացառությամբ ոտքերի։ Հետևաբար մասնակիցը պետք է ապավինի իր հավասարակշռությանը, ճկունությանը և ստեղծագործական մտքին, որպեսզի կարողանա բարձրացնել պայուսակները բերանի օգնությամբ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Անժելային, հիմա իսկապես եկավ քո աստեղային ժամանակը, որտեղ դու ասում ես, որ սա քո սիրած խաղն է, ճիշտ է։ Սա կարողանում ես իդեալական։ Դժվարանում եմ, բայց կպայքարեմ։ Էդ եմ սիրում։ Շատ լավ։ 60 վայրկյան, 3 կյանքի հնարավորություն։ Եթե պատրաստ ես, ինձ աչքով արա։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Ես չեմ լսում ծափերը, որոնք որ ուղղված են Անժելային, որովհետև սա իսկապես այն խաղն է, որի մասնագետն է Անժելան։ Մնաց ամենադժվարը։ Իհարկե այն կողմից տեսարանը այդքան էլ հաճելի չէ, որովհետև Անժելան Անժելա, ծափերով, այո։ Փուլ 2 հաղթանակ։ Դու շատ լավ անցար այս փորձությունը։ Անժելա, ես կուզեմ իմանալ, դու 1 րոպեվա ընթացքում ինչ չես կարող անել։ Հացուտեմ։ 1 րոպեվա ընթացքում չես կարող հացուտել։ Ինչ անշագում հացուտել։ Սոված ես լինում լավ։ Այսինքն չես կարող հագենալ 1 րոպեվա ընթացքում կերակուրի։ Շատ լավ։ Մեր խաղը 60 վայրկյանի մասին է, 1 րոպեվա մասին է եւ մեծ գումարների մասին է։ Որպեսզի հասկանանք, թե եթե խաղաս մյուս խաղը, խաղում ես իմիջիայլոց։ Իհարկե։ Խաղում ես։ 100,000-ը քեզ բավական չէ։ Ոչ թե բավական չէ, ես չեմ եկել կոնկրետ գումարի համար։ Ես եկել եմ մինչև վերջ խաղալու համար։ Շատ լավ։ Այո։ Մինչև
Մինչև կանցնենք հաջորդ խաղին, ես այստեղ ուզում եմ հրավիրել այստեղ նստած են հայտնի մարդիկ, որոնք որ նույնպես ողջունում էին քեզ, Անժելա, ոգևորում են, ես կուզեմ այստեղ հրավիրել դերասանուհի դժվար ապրուստ հեռուստասերիալի ամենահետաքրքիր դերասանուհներից մեկին Ժաննա Բուրտուլյանին, Ժաննա, խնդրում եմ, այսպես Ժաննան արդեն տաղավարում է, Ժաննա, ես կխնդրեմ, որ այն ինչ որ արեց Անժելան անես դու 1 րոպեվա ընթացքում։ Ինձ թվում է բոլորին է հետաքրքիր, թե դու սա ինչպես կանես, դու… Ճիշտն ասած, ես այնտեղ նստած մտածում եի, թե ես սա ինչպես Եվ կխնդրեմ մազերը անպայման կապել։ Խոսքեր չկան Ժաննայի գեղեցկության մասին, իհարկե, ով է դեմ։ Դու։ Շատ լավ։ 60 վայրկյան փորձենք եւ տեսնենք թե ինչպես դու կկատարես այն։ 60 վայրկյանում պետք է բերես, բոլորը տեղադրես այստեղ։ Ծափարեցրեք Ժաննային։ Ես կզբաղեցնեմ ամենահետաքրքիր տեղը, սա այստեղ է, ես այստեղից կհետևեմ խաղին։ Խնդրեմ։ 60 վայրկյան։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1 Ծափարությունները Այո Մնաց 3 հատ Ծափարություններ Մյուսը մեր 14 վայրկյան, 13 վայրկյան Այո 3, 2, 1 Հաղթանակ Այո Ինչպես հասկացաք, այստեղ այդքան էլ դժվար ապրուստ չէ, այստեղ բավականին հեշտ ապրուստ է։ Չէ, մեզ մոտ դժվար է, ուղղակի մենք բոլորս ուժեղ ենք ու դիմանում ենք։ Շնորհավորում եմ, դու կարող ես մասնակցել այս խաղին, հաղթեք րոպեում, ծափարություններ Ժաննային, շնորհակալություն։ Դե ինչ Անժելա, մնացինք ես եւ դու, եւ մեր 100,000 դրամը, որը դու ունես, սակայն դու կարող ես ունենալ 250,000, եթե նայենք գումարային սանդղակին, սա 250,000 դրամն է, դու այն կվաստակես, եթե հաղթես հաջորդ մեր փուլը։ Իսկ թե ինչ է սպասվում մեր հաջորդ փուլում, նորից մեզ կհուշի էկրանը։ Թելիր ասեղը Ասեղը սուր պողպատե գործիք է, նախատեսված առավելապես կտորի մեջ թելով հյուսված կանելու համար։ Այս փորձության ընթացքում 10 ասեղներ մեծից փոքր հերթականությամբ կունենան լրիվ այլ կիրառություն։ Մասնակիցը պետք է հաջողությամբ թելի մի ծայրը անցկացնի բոլոր 10 ասեղների անցքով, մեծից փոքր հերթականությամբ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Անժելա, դու կարողանում ես թելել ասեղ ընդհանրապես, հա? Բնականաբար կարողանում ես։ Կարել գիտես։ Այո։ Շատ լավ։ Կարել պետք չէ, ընդամենը պետք է թելել 60 վայրկյան եւ եթե դու հաղթահարես, կունենաս 250,000 դրամ։ 3 կյանքի հնարավորություն եւ 60 վայրկյան։ Խնդրեմ, սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1 Ծափարություններով պետք է օգնել Անժելային, որպեսզի նա այո, այդպես պետք է ծափարել։ Այո։
Թելիր ասեղները։ Քսանինը վարկյան, Անժելա, 29 վարկյան դեռ ունես։ Հանգիստ կարող ես թելել և 250,000, ով կմտածեր, որ ասեղ թելելով կարող ես 250,000 դրամ վաստակել։ Դա համարյա թե անհնար է, ռեալ կյանքում։ Այո, գաղափարություններով։ 4, 3, 2, 1 Փուլ 3 Ձախողում Դուք ունեք 2 կյանք Ձախողում Դու կորցրեցիր քո 1 կյանքի հնարավորությունը Անժելա Բայց չես ընկճվում ինչն էր պատճառը, ինչ խնդիր կար, որը չստացվեց Լավ, կարող է գույնը ինչի թելի կապույտ լինի ավելի արագ կանես Չէ, սպիտակը նորմալ է Ինձ թվում է, եթե չընկճվես, եթե կենտրոնանաս, կկարողանաս հաղթարել այս փորձությունը եւ ունենալ 250,000 դրամ։ Լավ Անժելա։ Սկսեցինք եւս մեկ անգամ։ Ուշադիր։ Երկու կյանքի հնարավորություն եւ 60 վայրկյան Անժելա։ Խնդրում եմ կենտրոնացիր եւ արա այն ինչ որ կարող ես անել։ Պատրաստ ես։ Գնացինք։ Խաղը սկսվում է 3, 2, 1 Ծափարություններ Անժելային Այո Դեր 46 վարկյան կա մի խոսքով չշտապես Ահա երկրորդ ասեղն է Այո Ավելի բուրըն ծափարություններ է, օգնեք 26 վարկյան Այո 10 վարկյան 6 5 4 3 Փուլ 3 Ձախողում Դուք ունեք 1 կյանք Անժելա ինչ ես կարծում, ինչն է խնդիրը, որ չես հասնում այն վերջին 3-ը թելել, ինչն է խնդիրը, Ձեռքս է դողում Ձեռքդ է դողում, ոտքով արա Չէ, պետք է այնպես անես, որ չդողա ձեռքդ Մի հատ նայում ձեռքդ Ինչն է դողում Կարող ես Փորձենք մեկ անգամ էլ, շատ լավ Անժելա, դու ունես վերջին հնարավորությունը, լավ 60 վարկյան, վերջին հնարավորություն Սկսեցինք Խաղը սկսվում է 3, 2, 1 Այո, շատ լավ է սկսել Անժելա, շատ լավ է սկսել, ես ասեմ Ուր են ոգևորիչ ծափարությունները, պատկերացրեք դուք եք Անժելայի փոխարեն 250,000 դրամ Այո, դեր 20 վարկյան ունես, հանգիստ, 20 վարկյան ունես Այո, մնաց երկար, 9 վարկյան, 8, 6, 5, 4, 3, 2, 1 Փուլ 3 Ձախողում Խաղն ավարտվեց Ընդամենը 1 վարկյան քեզ չհերիքես, որպեսզի դու հաղթես 250,000 դրամ։ Համաձայն ես։ Ընդամենը 1 վարկյան քեզ չհերիքես։
Բայց մենք ունենք 50,000 դրամ։ Ձեր ծափարությունները Անժելային, այս ծափարությունները քոնն են, չես կհատվում, չես ուսալքվում, կյանքը շարունակվում է, լավ։ Նոր տուր խանութերի ցանցը ձեզ նվիրում է 25% եղջի քարտ։ Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար։ Երաշխավորված որակ! Ավեբին բանք ընկերությունը իր լվացող և մակրող միջոցներով! Mitsubishi Electric ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Կոնսել ընկերություն! Artfood ընկերությունը իր նատուրա ապրանքանիշով նատուրա բնության հետ համահունչ Անհոգ կյանք մեկ հպումով Տեխնոլայվ, համար մեկ հիպերմարկետը տարածաշրջանում, հարգելի և շատ սիրելի էկրան, ասա թե ով է մեր հաջորդ մասնակիցը։ Այո, մեզ Սամվելյան, մեզ Սամվելյան! Ողջույն մեզ! Ողջույն։ Մեզ շատ տարօրինակ անուն ունես, մեզ։ Շատ տարօրինակ, յուրահատուկ։ Յուրահատուկ տարօրինակ, լավ, կամ տարօրինակ յուրահատուկ։ Մի խոսքով, ում պատվին է դրված։ Պապիկի։ Պապիկի անունը Մերս էր։ Պապիկի անունն էլ հավանաբար Մերսն էր։ Հա։ Պապիկի։ Այդ չգիտեմ, ասենք Մերսը տես դարերից եկած անունն է հավանաբար։ Մերս, ինչով ես զբաղվում։ Ես սովորում Երևանի պետական agrարային համալսարանում երկրորդ կուրս գինու տեխնոլոգիա։ Գինու տեխնոլոգիա։ Այո։ Ծափարություններ։ Մերս, ում ես գինի։ Անպայման։ Հա։ Ինչ գին ես ուզում, կարմիր, սպիտակ։ Կարմիր, կիսաքաղցը։ Եվ ես կուզեմ, որպեսզի դու ասես, թե ովքեր են հիմա գտնվում տաղավարում։ Ահա, ընկեր, ողջույն, ողջույն։ Ձեր անունը։ Ռադիկ։ Ռադիկ։ Դուք եք խմող։ Ոչ։ Ոչ։ Գինու հետ ընդհանրապես։ Առիթներին։ Առիթներին վերջին անգամ երբ եք արվել։ Փետրվարի 27-ին։ Փետրվարի 27-ին։ Քո հետ կարժ եթանես։ Հաղորդումից հետո եթանք։ Հաղորդումից հետո գնանք խմելու։ Ոչ։ Ոչ։ Անհասկանալի, ընկերը ոգևորելու եք Մերսին։ Ոգևորել եք, ուզում եք, որ Մերսը հաղթի այսօր։ Այո։ Իսկապես, սրտանց ուզում եք, որ Մերսը հաղթի։ Հուսով եմ 3 միլիոն կհաղթի։ Բարև ձեզ։ Լավ, ծափարություններով Մերսին մաղթում ենք, մեր ծափարությունները նվիրում ենք քեզ եւ ուզում ենք, որ դու անպայման հաղթես։ Գոնե 4 փուլ գնաս, 4-5 փուլ։ Գնալով փուլերը դժվարանալու են 10 փուլ, 10 խաղ, 10 միլիոն դրամ։ Ամեն փուլում 60 վայրկյան։ Առաջին փուլում դու կարող ես շահել 50,000 դրամ, այնուհետև 100,000, 250, 500,000 1 միլիոն դրամ, 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, 7 միլիոն եւ վերջապես 10 միլիոն դրամ։ Բարձ է։ Դիտենք առաջին խաղի կանոնները։ Խնդրեմ։ Հավկիթների աշտարակը։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է օգտագործի 4 գլանաթուղթ եւ 4 հում հավկիթ աշտարակ կառուցելու համար։ Ոչ ճշգրիտ տեղադրումը կարող է հանգեցնել աշտարակի փլուզմանը։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Մեզ գիտես ինչի մասին է խոսքը բնականաբար։ Ունես 60 վայրկյան եւ 3 կյանք։ Եթե պատրաստ ես, գնացինք։ Խաղը սկսվում է։ 3,
2 1 Ծափարությունները վերցին։ Այո, շատ պրոֆեսիոնալ, մերսը գիտե թե ինչ է անում։ Մերսոն, 1 2 3 Փուլ 1 հաղթանակ Հաղթանակ, ընդամենը 8 վայրկյանում Ստացվեց, սա իմ ամենասիրած հատվածն է, երբ որ ես հավկիտով մերս, որպեսզի մի փոքր նյարդերը հանգստանան Hardwood ընկերության կողմից վայելիր այս նատուրա բնական հյութերը, որոնք որ մեզ համար են։ Դու ունես 50,000 դրամ։ Դա անձերն մխելի։ Շարունակում ենք խաղալ։ Այո, շարունակում ենք խաղալ։ Դա նշանակում է, որ մենք պետք է նայենք էկրանին և տեսնենք հաջորդ խաղի կանոնները։ Դույլով գլուխը Սեղանի թենիսի կամ նույն պինգ-պոնգի մեկ գնդակը կշռում է մոտ 3 գրամ եւ ունի մոտ 4 սանտիմետր երկարությամբ տրամագիծ։ Այս փորձության ընթացքում մասնակիցը կանգնելով 1.5 մետր հեռավորության վրա պետք է նետի գնդակներն այնպես, որ հպվելով գետնին դիպչեն պատին եւ հետ ցատկեն մասնակցի գլխի վրա դրված դույլի մեջ։ Այս գործողությունը պետք է կրկնվի 3 անգամ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Այս ձայները վկայում են միայն մեկ բանի մասին մերս, որ դու հիմա պետք է հաղթահարես այս փուլը եւ վաստակես 100,000 դրամ։ Դրա համար դու ունես 3 կյանքի հնարավորություն եւ 60 վայրկյան։ Պատրաստ ես։ Այո, պատրաստ եմ։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3 2 1 Այ, ծապերով, ողջունեք, գևորենք, շատ քիչ է մնում, կարող ես մերս, այո! Ես 42 վայրկյան ունես դու, ափսոս, այո! Այ! Ուր են ոգևորի ձայները! Փուլ 2 հաղթանակ Նիլ Արի ես կողմից, արի ես ու դու այսպես խոսենք Դու էլ այդպես կանգնի այսպես Դու շահեցիր 100,000 դրամ Դու Համաձայն ես, որպեսզի մենք շարունակենք խաղը Այո, համաձայն եմ։ Այո, մեզ համաձայն է Մինչև երրորդ փուլին անցնելը ես ուզում եմ այստեղ հրավիրել եզրագծից այն կողմ հեռուստասիրելի դերասան Դավիթ Թադևոսյանին Դավիթ Թադևոսյան, ձեր ծափարությունները Ողջույն Դավիթ Ինչպես ես Տեսար ինչ արեց մերսը Տեսա մալադեց Այս թվում է միլիոնի է հասնելու, գիտես Միլիոնի? Այսքան 10 միլիոնից ույս չկա Քեզ համար հեշտ են այս խաղերը Ինձ համար չգիտեմ, չեմ փորձել Սա կփորձես Փորձեմ կասեմ Դե տեսնենք եզրագծից այն կողմ այդ սերիալի հետ ոստիկանը ինչպես կկարողանա գնդով այսպես վերցնել այս գնդակները Փորձենք Դավիթ Փորձենք Սափարություններ Դավիթին Սազում է Դավիթ Դավիթ դու ունես 60 վայրկյան գնացինք Խաղը սկսվում է 3 2 1 Գնաց Այո
Da! Ay, David. Ոգևորենք Դավիթ Թադևոսյանին, քիչ էլ ունեմ։ Դավիթ, մեկ հատ ես։ Այո! 25 վայրկյան։ Կարող ես Դավիթ, այո, երկրորդը, 15 վայրկյան, ծափարություններով, այո, Հաղթանակ։ Ես շնորհավորում եմ քեզ Դավիթ, այ եթե դու իսկապես մասնակցեիր հաղթեք րոպեում հեռուստաշոուին, դու կունենայիր 100,000 դրամ։ Այո։ Մերսի հետ պայմանավորվեք։ Ուզում եմ որովհետև Լավ, 150 իրար։ 150։ Ինչի՞։ Այդ դուք առանձին դրսում իրար հետ պայմանավորեք։ Շնորհակալություն Դավիթ, շնորհակալություն ծափարությունները Դավիթին։ Իսկ մենք կհանդիպենք երրորդ փուլում։ Մերս դու այս պահին ունես 100,000 դրամ։ Դու համաձայն ես, որպեսզի շարունակենք։ Այո, համաձայն եմ։ Համաձայն ես։ Վստահ ես։ Համաձայն ես։ Միանշանակ համաձայն եմ։ Միանշանակ համաձայն ես եւ վստահ ես։ Եվ ես քեզ առաջարկում եմ, որպեսզի գանք այստեղ եւ նայենք երրորդ փուլի կանոնները։ Ցածկոտող մատիտները։ Բավականաչափ մատիտ է արտադրվում տարեկան ամբողջ աշխարհում։ Մատիտ, որ օգտագործվում է երկու նպատակով՝ եւ գրելու, եւ ջնջելու։ Այնուամենայնիվ, այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է փորձի դրանք նետել այնպես, որ հպվելով սեղանին ընկնեն շարված բաժակների մեջ։ Այս գործողությունը պետք է կրկնվի 7 անգամ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Մերս դու ունես 100,000 դրամ, եթե այս փորձությունը հաղթահարում ես, վաստակում ես 250,000 դրամ։ Այս փուլը կոչվում է ցածկոտող մատիտներ։ Ուզում եմ հասկացան ինչի մասին է խոսքը։ Այո, հասկացա։ 60 վայրկյան 3 կյանքի հնարավորություն։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Գնացինք։ Ծափերով, ողջուններով, ոգևորելով մերսի։ Այո, մեկ, 44 վայրկյան դեռ կա։ Այո, 2, մերս 3։ Եղավ։ Կարող ես դա անել, եթե այն 3 արել ես, ուրեմն կարող ես։ Մերս, 26 վայրկյան դեռ ունես հանգիստ, առանց վնասելու, այո։ Մնաց 3, 20 վայրկյան դեռ կա։ Մերս, հանգիստ, կարող ես։ Ուշադիր, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1։ Փուլ 3. Ձախողում։ Դուք ունեք 2 կյանք։ Եթե այս 4-ը կարող ես, մնացած 3-ը ինչ է, որ դու չես կարողանում։ Մերս, նայ, շատ հեշտ, խնդրեմ։ Մեկ վայրկյան։ Դու կարող ես։ Փորձեք մենք անգամ։ Եվս մեկ ծափարություններ եւ Մերսը ունի 2 կյանքի հնարավորություն, Մերս կարող ես։ Եթե դու չշտապես, եթե հանգիստ անես, ես վստահ եմ, որ դու սա կարող ես անել։ Դա առանց շտապելու։ 60 վայրկյան, պատկերացնում ես ինչքան շատ է այդ 1 րոպեն։ Ահա որ շատ։ Ինչեր կարելի անել 1 րոպեում։ Ամեն ինչ։ Այնպես որ եթե պատրաստ ես 250,000 դրամը քեզ է սպասում։ Գնացինք։ Խաղը սկսվում է։
3, 2, 1 Այո! Կարող ես, ոգևորեք մերսին, ոգևորեք! Մերս, խնդրում եմ! Այո, երկրորդը, երրորդը! Չորրորդը! Հանգիստ 25 վարկյան կա։ Մերս դու 50 րոպե ունես, հանգիստ դու 50 րոպե ունես։ 7, 6, 5, 4, 3, 1 Փուլ 3 Ձախողում Դուք ունեք 1 կյանք Ձախողում, քեզ մոտ ես նկատել եմ, երրորդն է շատ արագ ստացվում։ Երրորդը կարող է ինձ մոտ էլ ստացվի։ Մերս, վերջին հնարավորություն և 250,000 դրամը կլինի կոնը։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Վերջին հնարավորությունը մերս։ Դու կարող ես։ Գնացինք։ Խաղը սկսվում է 3, 2, 1 Ոգևորիչ սապերը, ոգևորեք մերսի։ Այո։ Երորդը, մեր ամենասիրելի երորդը։ Մերս, այո, երորդը կա։ 35 վարկյան կա, մերս 35 վարկյան։ Այո։ Մերս, 20 վարկյան կա, հանգիստ 20 վարկյան։ 20 վարկյան կա։ Ժամանակի մասին մի մտածի։ 8, 6, 5 Փուլ 3 Ձախողում Խաղն ավարտվեց Ահա և վերջ մերս։ Միատ ժպտա, ես ունեմ քո ժպիտը տեսնեմ, 50,000 ժպիտը։ Ծափարություններ մերսին։ Նոր տուր խանութերի ցանցը ձեզ դվերում է 25% ձերջի քարտ։ Շնորհակալություն մեզ, շնորհակալություն։ Շոուի հովանավորներն են, նոր տուն խանութների ցանցը իր կալդո ապրանքանիշով կալդո երաշխավորված որակ։ Անհոգ կյանք մեկ հպումով, տեխնոլայվ, էլեկտրոնիկայի համար մեկ հիպերմարկետը տարածաշրջանում։ Ավևին փակ ընկերությունը իր լվացող և մաքրող միջոցներով։ Mitsubishi Electric ընկերության պարտորական ներկայացուցիչ Հայաստանում Կոնսել ընկերություն։ Art Food ընկերությունը իր նատուրա, ապրանքանիշով նատուրա բնության հետ համաունչ։ Այո, սա հաղթեք րոպեում հեռուստախաղն էր, որտեղ ամենահասարակ կենցաղային իրերով կարելի է շահել և վաստակել բավականին մեծ գումարներ, ընդհանուր մինչև 10 միլիոն դրամ, և դա անում են սովորական հասարակ մեր քաղաքացիները, մենք բոլորս կարող ենք հենց տանը նույնիսկ։ Եթերում հաղթեք րոպեումներ, մնացեք մեզ հետ, ստեսյուն։